Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրեց վերջին արդյունքները, ընդդիմությունը դժգոհություն է հայտնում, նշում է, որ վարչական ռեսուրս է կիրառել ՔՊ-ն եւ նաեւ նշում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձին նախագահի ուղղորդված է այդ որոշումը կայացրել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խորհրդարան անցնելու շեմը չի հաղթահարում։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Ուղղորդելը ինձ համար անհասկանալի է, որովհետեւ տեսեք բոլորիս աչքի առջև են տեղի ունենում այդ ամեն ինչ եւ հաշվարկը եւ մեծ հաշվով բողոքներ կային երկու ընտրատեղամասից, որ զինվորները ուշ ժամին, այսինքն փակվելուց հետո տեղամասը քվեարկել են եւ դրա վերաբերյալ ընդդիմադիր ուժերը բողոք էին ներկայացնում, այսինքն առնվազն բանավոր կերպով գտնում էին, համարում էին, հայտարարում էին, որ անթույլատրելի է։ Հիմա երկու տեղամասը անվավեր համարեցին։ Երրորդ տեղամասը այլ պատճառով անվավեր համարվեց։ Հիմա այդտեղ ուղղորդելը որն է, ուզում եմ հասկանամ ինչ պիտի ուղղորդեն։ Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրված այդ լիազորությունը, որ ինքը որոշի, որտեղ չեղել հայտարարել որ տեղամասի արդյունքները եւ դա չի հակասում օրենքին, դա ուղղորդման կարիք չունի։ Եթե օրենքի հետ խնդիր կա, իհարկե դու դեպքում Սահմանական դատարանում եւ մյուս հայտարարներում այդ խնդիրը կպարզաբանվի։ Իսկ ՔՊ-ի ստացած քվեն արդյոք ձեր սպասելի ցանկալի արդյունքն է։ Դա գիտեք, հիմա ցանկացած քաղաքական ուժ միշտ էլ ավելի ցանկություն ունի, քան ստանում է։ Այդ ժողովրդի վստահությունը արտահայտված է այդ թվերով։ Բարդ մեխանիզմ է դա, տպավորություն ունենք, որ շատ ավելի բարձր կլինի, հանդիպումների տպավորություն այնպիսներ, որ ավելի բարձր արդյունք ունենանք, բայց հիմա ունենք այն ինչ ունենք։ Պարոն Բագրատյան, նաև հետաքրքիր է այն, որ Հայաստանի արևմտյան գործընկերները շտապեցին շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, բայց առ այս պահ լուր է Ադրբեջանը, Ադրբեջանի նախագահը եւ Ռուսաստանի նախագահը դեռ չեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, իսկ լռությունն էլ նաեւ Ռուսաստանի լռությունն էլ խախտում է իրենց կոշտ քննադատությունները, նրանք եւս նշում են, որ ընտրությունները բազմաթիվ ընտրախախտումներով են տեղի ունեցել եւ Ադրբեջանի այս քննադատությունն ու լռությունը ինչպես եք մեկնաբանում, ինչով է պայմանավորված դա։ Դա ես ասենք ավելի շատ շեշտադրում կանեի, որ մեր քաղաքակիրթ երկրները, զարգացած երկրները բոլորը արդեն շնորհավորել են եւ այո, դա կարևոր ազդակ է, որ ժողովրդավարության ընթացքը չի խափանվում եւ խնդիրը չեն առաջացել, մեծ հաշվով Կիրակի նոր այս որոշում վերջական թվերը հրապարակվել են, անցել են ընդամենը երկրորդ օրն է, կարծում եմ սպասել են, որպեսզի վերջնական արդյունքներ լինեն, մյուս երկրներ ովքեր որ չեն շնորհավորել, վերջնական արդյունքներից հետո կշնորհավորեն, ենթադրում եմ իհարկե, բայց ավելի վաղ շնորհավորանքներ հիմնված ավելի շատ այն տեսեք Թրամփը շնորհավորեց եւ նաեւ հիմնավորեց ինչ էր շնորհավորում, որովհետեւ ես աջակցում էի որպեսզի հայտարարել որ ժողովրդավարության այդ ընթացքին ինքը աջակցում է։ Հետևաբար առաջին արդյունքները նախնական արդյունքներով արդեն շնորհավորեցի։ Որովհետեւ օրինակ նույն 49%-ը Միացյալ Նահանգների համար շատ բարձր եւ ընդունելի տոկոս է ժողովրդավարության հաղթանակի իմաստով։ Բայց ՌԴ-ի հետ հարաբերությունները Նիկոլ Փաշինյանը միջև ընտրություններ նշել էր, որ հարաբերությունները լավացնելու է, առկա խնդիրները, որ կա ԵԱՏՄ-ում, լավացնելու է ինչ ճանապարհով։ Մենք նոր սահմանափակումներ, արգելքներ ենք նկատում ռուսական շուկայից ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ։ Ինչպես է լավացնելու հարաբերությունները։ Դե կարծում որոշակի նաև ազդակներ հնարավոր է լիներ, որ ասենք պրոռուսական ուժերի աջակցության նպատակ ունենար եւ դա արդեն դա ընտրությունը ավարտվելուց հետո կարծում եմ որ պետք է հարաբերությունները միայն թողել տնտեսական հնարավորություններով աշխատել ոչ թե քաղաքական դա իմ կարծիքն է կարծում եմ որ մենք կարգավորվելու եմ որովհետեւ միգուցե որոշակի ազդակների իմաստ են տեսել բայց շարունակության իմաստը ես չեմ տեսնում առնվազն եւ վերջում հետընտրական process-ները ընդդիմության կողմից ձեր կողմից խաղաղ եք պատկերացնում ընդդիմությունը գուցե փողոցային շարժում սկսի ինչ կանխատեսումներ դուք ունեք ցանկացած քաղաքական ուժի իրավունքն է իր մարտավարությունը եւ ռազմավարությունը ունենալ ես կարծում եմ որ չեն գնա այդ ճանապարհով որ իմ համոզմունքը սուբյեկտիվ է բայց ես այդ կարծիքին եմ որ հետընտրական գործընթացներ չեն գնալու որովհետեւ
շատ թափանցիկ ընտրություններ են, շատ տեսանելի են եղել եւ ասենք յուրաքանչյուր ոք եւ այսինքն որ տեղամասում եղել են առնվազն 50% ընդդիմության ներկայացուցիչներ, վստահված անձինք, դիտորդներ, այսինքն հաշվել են մանրամասն, չի եղել որևէ բողոք տեղամասից, որ ինչ-որ մի քվեաթերթիկ կամ մեկ այլ որևէ գործողություն է արվել, ի վնաս հաշվարկների, ի վնաս ժողովրդավարության, չի արձանագրվել տեսական դատողությունների ընթացք եմ ես տեսնում, որ ոչ ժողովրդավար էր, ոչ թափանցիկ էր, բայց դրանք պետք է ապացուցողական հենք ունենան, չէ՞։ Այսինքն եթե մենք դիտարկում ենք ժողովրդավարը, ուրեմն բողոքները չպետք է լինեն, եթե ոչ ժողովրդավարը ապացույցներ պետք է լինեն, այսինքն չկան այն հիմնավորումները, որոնք հնչեցվում են քաղաքական որոշակի շրջանակների կողմից։ Դա հիմնավոր չի։ Հիմնավոր պետք է փաստարկներով ներկայացվի, որը չկա։